Սրբազան հայր 2006-ի ամռան ընդրվեց Ստեփանակերտի Մայր տաճարի հիմքերը, եկեղեցու պատերը տարեստարի բարձրանում են, բայց անկեղծ ասած ոչ ցանկալի արագությամբ։ Դա այն գլխից այդպես էր պլանավորված, թե կան այլ պատճառներ։ Երբ որ եկեղեցին սկսում ես կառուցել, մանավանդ օծումից հետո, դու կարող ես մարդկային առումով պլանավորել, ենթադրաբար, բայց Աստծո նախախնամությունը այնպիսին է, որ ինքը կհասցնի ավարտին եւ օծմանը այն օրը, որ ունի յուրահատուկ խորհուրդ։ Ճիշտ է, արդեն գրեթե 5.5 տարի է մենք աշխատում ենք եկեղեցու վրա։ Իհարկե բավական մեծ գործ արվել, ամենածանր, ամենաթանկ աշխատանքներ, ամենաբարդ։ Իհարկե, եթե գումարներ մենք հեշտությամբ հայթայթեինք, միգուցե ավելի արագ կառուցեինք։ Բավական դժվար է մեծ գումարներ հայթայթել, որովհետև ամբողջ եկեղեցու կառուցումը գրեթե մոտ 930 միլիոն դրամ է։ Եվ ցայսօր մենք հայթայթել ենք 645 միլիոն դրամ։ Դեռ պակաս ունենք 280 միլիոն դրամի մոտավորապես, որպեսզի հասցնենք ավարտին։ Եկեղեցին կառուցվում է բարերարների նվիրատվությունների շնորհիվ։ Եկեղեցիները միշտ այդպես են կառուցվում, նվիրատվությունների շնորհիվ։ Մեր հասարակությունում այն կարծիքը կա, որ մեծ գործերը կատարվում են մեծ նվիրատվությունների շնորհիվ, իսկ գուցե սա այն դեպքն է, երբ ամենափոքր լուման էլ կարող է գործի կեսը լինել։ Երբ որ կառուցում ես Աստծո տունը, ամեն մի լուման ունի իր մեծ նշանակություն։ Մենք ունենք եւ խոշոր բարերարներ, եւ միջին, եւ բարերարներ, որոնք նույնիսկ 1000 դրամ են տրամադրում։ Եվ դա շատ գնահատելի է եւ շատ արժեքավոր լումա է դա։ Եվ ես կարծում եմ, որ մենք այսօր, քանի որ կառուցում ենք Ստեփանակերտում Մայր տաճար, որ կոչվում է Սուրբ Աստվածամոր Հովանի, այսինքն իր պաշտպանությունը, բարեխոսությունը, որտեղ Ղարաբաղի պաշտպանը Սուրբ Մարիամ Աստվածածինն է։ Եվ այդ եկեղեցին ենք կառուցում։ Ես կարծում եմ առաջին հերթին լավ կլինի գոնե 10%-ը մենք արցախցիներով, ստեփանակերտցիներով հավաքագրենք։ 1000 դրամ, 500 դրամ, 2000 դրամ նշանակություն չունի, գոնե 10%-ի լուման մենք պիտի ներդնենք։ Եվ մենք շուտով սկսում ենք այդ դրամահավաքը Արցախում, Ստեփանակերտում եւ կոչ ենք անում բոլոր մեր ստեփանակերտցիներին եւ բոլոր մեր արցախցիներին, որպեսզի բոլորս միասին մեր ներդրումն ունենանք։ Կառուցում ես Աստծո տունը, Աստված էլ քեզ պահապան է կանգնելու, քո երկիրդ, քո տունը Աստված էլ կառուցելու է։ Այնպես որ մեզ նվազագույնը արցախցիներից, ստեփանակերտցիներից սպասում ենք 100 միլիոն դրամի հանգանակություն։ Ինչպես եւ երբվանից կարող են մարդիկ նվիրատվություն կատարել եւ արդյոք կապ ունի գումարի չափը։ Գումարի չափը կապ չունի, կարևորը շատ մարդկանց մասնակցությունն է, ամեն մեկը մի փոքրիկ քարտ դնի։ Բանկային հաշիվ ունենք Ստեփանակերտում, Ամերիա բանկ, դրամային հաշիվ։ Մենք նույնիսկ դրա համար հատուկ ինտերնետում սայթ ենք բացել եկեղեցու կառուցման համար, որտեղ կա մեր կոչը, կա եկեղեցու հիմնարկեքի պատմությունը, Գարեգին II կաթողիկոսի ձեռամբային օծվեց, եկեղեցու ամբողջ նախագիծը, շինարարությունը ուր է հասել մինչև այսօր, եւ մեր բոլոր բարերարների ցանկը կա մինչև վերջին այսօրվա օրը։ Եվ ամեն մի մարդ, որ իր լուման ներդնի, անմիջապես տողատակում ավելանալու է նրա անուն, ազգանուն, գումարը եւ ամսաթիվը։ Եվ մենք ունենք իհարկե դրսից, ներսից բարերարներ, ունենք եւ նաեւ արցախցիներ, որ մասնակցել են։ Իհարկե կարող եմ ասել, որ խոշոր գումարներ մեզ տրամադրել Ամենայն հայոց կաթողիկոսը $200,000, Արամ կաթողիկոսը $100,000, Վիտալի Գրիգորյանը $200,000, Միխայել Բաղդասարը $100,000, Կարեն Բաղդասարը $50,000, մեր հայրենակիցներ Աշոտ Խաչատրյանը եւ Կամո Ավագիմյան $25,000, Մոսկվայից Կոստյա Մանուկյան $50,000, Գագիկ Զաքարյանը Յունիբանկի $42,000, Ստեփանակերտի Սյոմա Պետրոսյանը $10,000, Յուրի Ղազարյանը մեր հայրենակից $10,000, որը նաեւ պատրաստական է ամբողջ եկեղեցու պատուհանները ինքը ներդնել։ Մեր Base Metals-ը, որը մոտ 27-28 միլիոն դրամի շինանյութ է տեղափոխել Արցախ աշխարհ։ Vivasel-ը 100 միլիոն դրամ տրամադրեց,
10 միլիոն դրամ Ղարաբաղ Տելեկոմը տրամադրեց։ Բրինձե մոլիբդեին այդ Զանգեզուրի հիմնարկը Մաքսիմ Հակոբյանը 60 միլիոն դրամ տրամադրեց։ Եվ ունենք զանազան մարդիկ $1000, $500, 100,000-ով, 50,000-ով, 1000 դրամով մասնակցում են։ Մեր վարչապետը 1 միլիոն դրամ տրամադրեց։ Մեր հասարակությունն այսօր երբեղկված է, մի մասը հավատում է Աստծո զորությանը, մյուսները աթեիստ են, եկեղեցին սպասում է բոլորի նվիրատվության, անկախ նրանց կրոնական հայացքներից։ Եկեղեցու դրամահավաքը դա կամավոր բնույթ է կրում։ Միայն այն գումարը, որ տրվում է սրտանց, սիրով, նա է, որ տեղ պիտի հասնի։ Նայեք, եթե մեզ գան առաջարկեն հանցագործ ձևով հայթայթված գումար, մենք դա երբեք չենք վերցնի։ Իմանանք, որ այս գումարի դիմաց արյունքը երբեք չենք վերցնի։ Ոչ եկեղեցու շինարարության համար, ոչ ընդհանրապես թեմի ծախսերի համար։ Ամեն ինչ պիտի տրվի, ոնց որ ասում են, օրհնությամբ, ժողովրդի լեզվով ասած, որ հսմաթով լինի, որ տեղ հասնի։ Դա մատաղ է։ Դա մատաղ է այդ գումարը։ Իսկ մատաղը արվում է հալալ քրտինքով եւ մաքուր սրտով։ Կամավոր բնույթ է կրում դրամահավաքը։ Կարող է աթեիստն էլ գումար տալ, բայց եթե նա սրտանց տալիս է, իհարկե կվերցնենք։ Մենք չենք հարցնում ինքը խորը հավատացյալ է, թերի հավատացյալ է, նոր հավատացյալ է, թե նույնիսկ հավատացյալ էլ չի։ Շնորհակալություն, սպասենք մեր բարերարներին։ Մենք սպասում ենք մեր նվիրատուներին, Աստված էլ է սպասում եւ ամբողջ Արցախ աշխարհն է սպասում։ Ես կարծում եմ դա մեր պատվի խնդիրն է։ Առաջինը մեր մայրաքաղաքի համար եւ մեր արցախցիների համար, դա մեր Աստծո տունն է, մայր տաճարն է եւ մենք պարտավոր ենք իհարկե որքան հնարավոր է արագ այն ավարտին հասցնել, որովհետեւ մենք երկու փուլից աշխատանք ունենք։ Առաջինը տաճարը պիտի կառուցենք, որից հետո պիտի սկսենք կարգավորել, զարդարել այդ ամբողջ տարածքը, որ պիտի ծառայի մեր քաղաքացիներին, մեր մայրաքաղաքացիներին, որպես զբոսանքի, որպես գեղեցիկ վայր։